Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Ողջույն պարոն Վարդանյան, շնորհակալություն միանալու համար։ Բարո ձեզ։ Իրանական իրադարձությունները արդեն 10 օրից շարունակվող ցույցերը իրանական արժույթի գերարագ տեմպերով, կարելի ասել ժամ առ ժամ արժեզրկումը ցուցարարների կողմից մի քանի քաղաքների ադմինիստրացիաների վերահսկողության մասին տեղեկությունները, բախումներ եւ այլն, ու նաեւ միջազգային արձագանքը։ Ինչ է հուշում այս ամեն ինչը, ինչպիսի զարգացումների սցենարներ կարող են լինել։ Իրականում այս իրադարձությունները Իրան տեղ ունեցող գործընթացները գրեթե ամեն տարի կրկնվող իրադարձություններ են։ Ամեն տարի էլի տասնյակ հազարավոր քաղաքացիներ տարբեր առիթներով փողոց են դուրս գալիս, էլի բողոքի ցույցեր, խաղ անհանձնության գործողություններ, բախումներ ուժայինների հետ տեղ են ունենում, որը որ ավարտվում է իրանական իշխանությունների կողմից ցուցարարների այդ բողոքի ակցիաների բիրտ ուժով ճնշմամբ։ Սա նորություն չի, ամեն տարի կա։ Առիթները տարբեր են լինում, բայց ընդհանուր պատճառը մեկն է, իրականում շատ լուրջ դժգոհություն կա Իրանի հասարակության կողմից իշխանությունների, գործող կարգերի, այաթոլլաների ռեժիմի դեմ։ Նախորդ տարի դեպք եղավ, երբ որ մի աղջնակի էին սպանել ոստիկանության աշխատակիցները, բայց էլի դուրս եկան, էլի քաղաքական լոզունգներ հնչեցրեցին։ Այս անգամ պատճառը իհարկե Իրանի ազգային արժույթի այդպես կտրուկ արժեզրկումներ եւ նաեւ գնաճի մեծ տեմպերը, բայց էլի տեսնում ենք, որ դա զուգակցվում է քաղաքական լոզունգների, քաղաքական կարգախոսների կիրառմամբ, էլի գոռում են մահ ռեժիմին, մահ Խամենեին եւ այս անգամ շատ ուշագրավ էր, որ ավելի շատ են Ռեզա Փելևիի վերադարձի կոչերը, Ռեզա Փելևին ուզում եմ մեր հերոստատողներին հիշեցնեմ, որ Իրանի Երշի շահի որդին է կամ Թագաժառանգը, որը այդպես էլ իր պաշտոնին չանցավ, նա իսլամական հեղափոխությունից առաջ կարծեմ արդեն հեռացավ երկրից, հետո անգրվանեց Եվրոպայում, վերջ տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, բայց բավականին ակտիվորեն մասնակցում է այս ցույցերին, անընդհատ կոչերով է հանդես գալիս եւ նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերադառնալ Իրան եւ ստանձնել երկրի կառավարումը։ Այսինքն այս ցույցերի, այս բողոքների դեպքում առանձնահատկություններ չկան։ Առանձնահատկություններից մեկը երևի թե այն է, որ այս անգամ միջին խավը դուրս եկավ, առևտրականները եւ ձեռնարկատերերը, բայց դրանց միացան նաեւ ուսանողությունը եւ ամբողջ իրանական հանրությունը, էլի ինչ որ կազմակերպչական խնդիրներ ունեն այն առումով, որ չկա հստակ լիդերություն, չկա հստակ լիդեր, որի հետևից կշարժեն, որովհետեւ բոլոր այն հայտնի դեմքերը, որոնք որ տարիների ընթացքում այդպիսի լիդերի հատկանիշներ են դրսևորել եւ նաեւ ցույց են տվել, որ դեմ են իրանական ռեժիմին, այժմ գտնվում են բանտերում։ Այս առումով դժվարանում են բողոքի գործողությունները, նաեւ դժվարանում են առումով, որ շատ քաղաքներում համացանցն է անջատված, շատ դժվար է այսպես կազմակերպչական առումով, բայց էլի տեսնում ենք, որ անկախ ամեն ինչից բողոքի ցույցերը բավականին շատ տարածվում են եւ իշխանություններին չի հաջողվում դրանք մարել։ Իսկ տնտեսության մասով մենք գիտենք, որ իշխանությունը որոշակի միջոցներ է փորձում ձեռք առնել, բայց բողոքի ցույցերի եւ դժգոհությունների եւ աշխարհագրություններ են լայնվում եւ դրանք ավելի շատ մարդաշատ են դառնում։ Սա գուցե նշանակում է, որ Իրանի տնտեսությունը գնում է փլուզման։ Իրանի տնտեսությունը վաղուց արդեն շատ ճգնաժամային կաթվածահար վիճակում է, որովհետեւ հիմնական եկամուտները դոլարային, այսպես մուտքերը գալիս են նավթի վաճառքից, իսկ նավթի վաճառքը զգալիորեն ընկել է, ծավալները զգալիորեն ընկել են։ Դրա նպաստել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից սահմանված միջազգային այսպես ծանր պատժամիջոցները, բացի դրանից ԱՄՆ-ն նաեւ մի շարք երկրների, որոնք դաշնակից են իրեն, արգելել է իրանական նավթ գնել, օրինակ Հարավային Կորեան հրաժարվեց իրանական նավթ գնելուց եւ այլն, եւ դա բնականաբար բերում է դոլարային մուտքերի նվազեցմանը, եւ քանի որ դոլար քիչ է մտնում երկիր, դրա գինը բավականին թանկացել է եւ նաեւ իրանական արժույթն է արժեզրկվել եւ սա բերում է ել ավելի
աղետալի տնտեսական վիճակի։ Այս իրադարձությունում արտաքին հնարավոր ինտերվենցիա, միջամտություն կանխատեսում եք, նկատի ունեմ ամերիկյան, իսրայելական։ Դե տեսականորեն չի կարելի բացառել, մանավանդ որ Իսրայելը արդեն մեկ անգամ փորձեց հարձակման սցենար Իրանի դեմ նախորդ տարի օգոստոսին 12-օրյա պատերազմի ժամանակ եւ տեղեկություններ կան, որ Նեթանյահուն երկրորդ պատերազմի սցենար ունի իր համար, վաղուց արդեն պատրաստված, գլխավոր շտաբի կողմից հաստատված եւ հնարավորության դեպքում այն նորից կկիրառվի։ Անհանգ որ վերջի ժամանակներս տեսնենք, որ Իսրայելի վարչապետը բավականին կոշտացրել է իր տոնը, անընդհատ այսպես կոշտ տոնով է խոսում Իրանի դեմ, կոչ է անում Իրանին եւ պահանջում է, որ Իրանը իր հաստատված ուրանը հանի երկրի տարածքից եւ իսկ Իրանի միջուկային օբյեկտները գտնվեն ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության ներքո։ Այնպես որ ինտերվենցիա այո կարող է լինել, ինչու ոչ, մանավանդ որ Իրանը շատ թույլ վիճակում է գտնվում եւ չի կարելի բացառել դա։ Իսկ այդ դեպքում, հա, նպատակը որը կարող է լինել, այսինքն հենց հասնել իշխանափոխության, թե գնալ ինչ-որ բարեփոխումների, նույնը նաև այս բողոքի ցույցերի տրամաբանության մեջ գերակշռում է իշխանափոխության, այսպես ասենք, պահանջը, թե բարեփոխումներ իրականացնելու։ Երկրի ներսում եւ նա կա եւ մյուսը, բայց Իսրայելի դեպքում անցած տարի որ տեղի ունեցավ Իսրայելի արձակումը Իրանի վրա, նորից հետո նաև ԱՄՆ-ն, ինչպես գիտենք, իր B2 ռազմավարական կործանիչներով, այսպես ռմբակոծեց իրանական միջուկային օբյեկտների ժամանակ Իսրայելի իշխանությունները խոստովանեցին, որ իրենց առջև նպատակ էին դրել փոխել Իրանի ռեժիմը, բայց դա նրանց չհաջողվեց։ Այո, դրսից փորձում են փոխել այդ ռեժիմը, Իրանի ժողովրդի մի մասն, միգուցե մեծ մասը նույնպես դեմ չէ որ այդ ռեժիմ փոխվի կողմ է, բայց նաև կան նաև կոչեր որ բարեփոխումների գնան։ Հիմնական բարեփոխումների կոչերը հնչում են իշխանության մեջի ներսի մարդկանցից, որոնք բնականաբար չեն կարող կոչ անել փոխել իշխանությունը, կամ այսպես ռեֆորմիստական թևի ներկայացուցիչներ, հոսանքի ներկայացուցիչներ, որոնք կոչ են անում իշխանություններին գնալ լուրջ բարեփոխումների։ Բայց իրանական հասարակության մեծ մասը, իմ կարծիքով, դատելով այդ կարգախոսներից ավելի շատ ռեժիմի փոփոխության կողմնակից է։ Դիտարկենք նաև մեր տեսանկյունից, հա, ռեժիմի փոփոխություն ասելով մենք նկատի ունենք ավելի ազատ, ավելի դեմոկրատ, ավելի աշխարհին բաց, համագործակցային իշխանություններ Իրանում, որը ենթադրում եմ նաև Հայաստանի համար ավելի բարենպաստ եւ հետաքրքիր է դառնում, բայց կարող է տեղի ունենալ նաև իշխանափոխություն Իրանի, օրինակ, չգիտեմ, հնարավոր տրոհման զուգընթաց, հա, այսինքն տարբեր են սցենարները, որոնք մեր տեսանկյունից կամ մեր անվտանգության տեսանկյունից ոչ միանշանակ են, ընդհանուր միջև ռիսկային, չէ՞։ Այո, դրանք որոշակի ռիսկեր եւ վտանգներ պարունակում են, բայց նաև իհարկե, ինչպես ճիշտ նշեցիք, նաև հնարավորություններ կարող են բացել մեզ համար, որովհետեւ մեզ ձեռնտու է ավելի ազատ Իրանը, աշխարհին բացված, զերծ պատժամիջոցներից, ժողովրդավարական եւ այլն։ Եթե այդ իշխանափոխության հետևանքով այդպիսի Իրան ստեղծվի, բնականաբար դա մեր շահերից է բխում, բայց Իրանը ընդհանուր առմամբ մի սև խոռոչ է, այսպես կասեմ, որը բավականին անկանխատեսելի երկիր է, պատմությունն է դա ցույց տալիս եւ միշտ այսպես անկանխատեսելի հետևանքներով, սցենարներով զարգացող երկիր է եւ ոչինչ չի կարելի բացառել։ Ես արդեն խոսեցի Ռեզա Փեհլևի մասին, որը որ բնակվելով ԱՄՆ-ի կողմ է Իրանի ինտեգրման արևմուտքի հետ, ընդհանուր դաշնակցային հարաբերություններ ունենալու։ Եթե այս սցենարն է, իհարկե դա մեր շահերից է բխում։ Բայց չպետք է մոռանանք նաև, որ Իրանը բազմազգ երկիր է, շատ այսպես բազմաէթնիկ, 20 միլիոնից ավել էթնիկ թուրքախոս, այսպես ասեմ, ադրբեջանցիներ, ատրպատականցիներ կան այլ։ Եվ չի բացառում նաև Իրանի մասնատման սցենարը։ Այնպես որ ամեն ինչ հնարավոր է եւ կկրկնեմ, որ Իրանը մի մեծ սև խոռոչ է, որը որ
շատ անկախատեսելի երկիր է։ Եթե Հայաստանի պարագայում ձեռնտու է ավելի բաց, ազատ, ժողովրդավար համագործակցային Իրանը, ապա ես ենթադրում եմ, որ տարածաշրջանային մյուս խաղացողների համար, օրինակ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, առնվազն, պետք է որ այդպիսի Իրանը ձեռնտու չլինի, եւ եթե իրավիճակը հասնի դրան, ապա այս երկրները ներգործություն ունենալու են, որպեսզի տեղի ունենա Իրանի մասնատում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ես այս դեպքում կզանազանեմ Ռուսաստանից։ Ռուսաստանի պետք է այս Իրանը այս տեսքով, որը որ կհակադրվի արևմուտքին։ Ռուսաստանի պետք չի Իրանի մասնատումը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի իհարկե պետք է եւ բնականաբար ինչ որ մի պահի հնարավոր է նրանք էլ խառնեն գործընթացներին։ Իհարկե հիմա բացառ չեն խառնվի, բայց եթե Իրանը թուլանա այն աստիճան արդեն իրավիճակը հասնի, որ իշխանությունները այլևս չկարողանան կառավարել, այլևս կորցնեն իրենց ղեկը, կառավարման ղեկը, այդ երկու երկրներն էլ կարող են այս կամ այն կերպ խառնվել, մանավանդ որ էլի իրենք որոշակի լծակներ ունեն Իրանի ներսում ֆերդժություններ ստեղծելու։ Օրինակ Ադրբեջանում կա կազմակերպություն, հարավային Իրանի ազատագրման կազմակերպություն է կոչվում, կարծեմ։ Դա ունի իր կայքը շատերի պնդման Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող եւ խրախուսվող, որտեղ որ անջատողական տրամադրություններ են կրծում սերմանել Իրանի հյուսիսում ապրող էթնիկ թուրքախոս ատեպատականցիների մոտ։ Շատերը պնդում են, որ դա իշխանությունների մակարդակով խրախուսվող եւ հովանավորվող կազմակերպություն է։ Եվ չի բացառում, որ այո, ինչ որ մի ձև իրենք էլ սկսեն խառնվել եւ դժվարություններ ստեղծել Իրանում։ Ըստ էության Հայաստանը իր դիրքորոշումը չպետք է երբեք փոխի, չնայած Թունիսյան իրադարձությունների ժամանակ Հայաստանը դատապարտել է Իրանի վրա արձակումը, եթե հիշում եք։ Բայց այսօր մեր երկիրը այսօր չունի կշիռը եւ այն հնարավորությունը, որը այսպես ավելի ակտիվ ներգրավի այդ գործընթացներին եւ դրա կարիքն չկա մեծ հաշվով։ Մեզ մնում է միայն հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դրանից բացի մենք որևէ ոչ գործիք, ոչ հնարավորություն ունենք ազդելու գործընթացների վրա։ Դրա համար երբ պետք է չեզոք լինենք եւ հուսանք, որ Իրանում ամեն ինչ լավ կվարչանա։ Որն է հիմնական գերնպատակը, օրինակ նույն Միացյալ Նահանգների կողմից Իրանում ռեժիմի փոփոխության հասնելու։ Դե պարզ է միջուկային ծրագիրը, բայց Միացյալ Նահանգները պնդում է, որ ոչնչացված է եւ այլն, Իրանը այլևս չի կարող։ Մյուս կողմից խոսում են Իրանի ժողովրդի իրավունքների մասին, նրանց բարօրության մասին, իհարկե սան կարող ենք համարել հերթապահ խոսքեր, որովհետեւ դժվար էլի մի երկրի ղեկավարությունը այդպես խիստ անհանգստացած լինի մեկ այլ երկրի ժողովրդի բարեկեցությամբ եւ այլնով, կամ դրանք առնվազն պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներ հետապնդելու համար։ Այնուամենայնիվ Միացյալ Նահանգների համար որն է գլխավոր մոտիվը եւ նպատակը, որպեսզի Իրանում տեղի ունենա փոփոխություն։ Տեսեք, այս հարցում էլ միանշանակություն չի, այնպես չէ որ ԱՄՆ-ին բոլորը այսպես ուզում են, որ Իրանում այսպես Իրանը մասնատվի։ Իրան այնտեղ էլ տարբեր կարծիքներ կան տարբեր թերեր, ոմանք կարծում են, որ Իրանի դեմ պետք է վարեն ներգրավման քաղաքականություն Իրանի հետ համագործակցեն, ոմանք ավելի կոշտ գծի կողմնակիցները կամ այսպես կոչված hardliner-ները կողմ են ընդհանուր ռազմական ճանապարհով այդ ռեժիմի փոփոխությանը եւ այլն։ Դիրքորոշումները, մոտեցումները Միացյալ Նահանգներում տարբեր այսպես իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ նաեւ ընդդիմության եւ իշխանության միջև միշտ տարբերվել են միշտ։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, այո, զալի հարված հասվեց միջուկային ենթակառուցվածքների, միջուկային օբյեկտներին, բայց տարբեր գնահատականներով մինչև 1 տարի հետո Իրանը կարող է վերականգնել դա։ Եվ իրանցի որոշ պաշտոնյաներ ասում են, դուք կարող եք մեր օբյեկտները ոչ չհասնեք, բայց մեր գիտուժը, մեր այդ գիտական պոտենցիալը միջուկային զենք ստեղծել դուք չեք կարող ոչնչացնել։ Եվ իհարկե այստեղ ճշմարտության մեծ հատիկ կա։ Հիմա շատ ենթակառուցվածքներ գետնի տակ են, դա էլ դժվար է ոչնչացնել եւ վստահ չենք, որ ամբողջովին կարողացնեն ոչնչացնել։ Կան տեղեկություններ, որ ԱՄՆ-ն էլ օրինակ Ֆորդոյի օբյեկտը չեն կարողացել ոչնչացնել ամբողջությամբ, որը որ գետնի տակ է։ Մի խոսքով ԱՄՆ-ում էլ միանշանակություն չկա, տարբեր են կարծիքները, տարբեր են դիրքորոշումները։ Հիմա ԱՄՆ-ն ասում է, օրինակ Թրամփն ասում է, եթե ցուցարարներ սպանեն, մենք կխառնենք, բայց արդեն
մոտ 40-ից ավել զորք են արդեն, բայց տեսնում ենք, որ չեն խառնվում։ Հնարավոր է դա ընդհանրապես հռետորաբանություն է, եւ ոչ ավելի, որովհետեւ ամեն դեպքում Իրանը Վենեսուելա չէ, Իրանը ունի ուժ, ռազմական լուրջ ուժ, եւ նրա դեմ էլ պատերազմելը շատ դժվար է եւ ռիսկային, այդ նաեւ ԱՄՆ-ի համար, որովհետեւ Իրանի բոլոր այսպես հարևանների մեծ մասում, հարևան երկրների մեծ մասում ԱՄՆ-ն ունի ռազմաբազաներ Բահրեյնում, Իրաքում, Թուրքիայում, այլ երկրներում, Քաթարում եւ այլն։ Եվ կարող է դա դառնալ իրանական զինուժի համար թիրախ, բանավան, որ Իրանը ունի այդպիսի հրթիռային կարողություններ, մինչև մի քանի հազար կիլոմետր խոցող, եւ եթե ուղղակի հարձակում լինի Իրանի վրա, ինչ-որ մի փուլում հնարավոր է նաեւ Իրանը պատասխան քայլի դիմի։ Հայաստանը ինչ պիտի անի այն իմաստով, որ իրադարձությունների հնարավոր ցանկացած անկանխատեսելի զարգացման դեպքում չվտանգվի այն փխրուն խաղաղ համագործակցային միջավայրը, որը ձևավորվել է օգոստոսի 8-ից հետո, այն նախագծերը, որոնք համաձայնեցվել են այդ փաստաթղթերով եւ այլն։ Ես նկատի ունեմ նույն օրինակ TRIP-ը կամ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, այսինքն որպեսզի որևէ կողմ հնարավոր զարգացման դեպքում այսպես ասած առիթից չօգտվի, հա, ինչ կարող է անել Հայաստանը, գուցե Միացյալ Նահանգների հետ շատ ավելի ակտիվ շարունակական կապը, որ ինչ որ պահի անհրաժեշտության դեպքում նաև Միացյալ Նահանգները փորձի միջամտությամբ կանխել այս կամ այն խաղացողի ախորժակը։ Այո, արդեն իսկ ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի զսպող գլխավոր երկիրը Միացյալ Նահանգներն են։ Որովհետև եթե հիշում եք, նախորդ տարի ձայներ կային, տեսակետներ կային, որ եթե հանկարծ լինի Իրան-իսրայելական պատերազմ, Ադրբեջանը օգտվել է դրանից եւ հարձակվելու Հայաստանի վրա։ Տեսան, որ դա տեղի չունեցավ։ Պատերազմ եղավ Իրան-իսրայելական, Իրանի իշխանությունները գլուխ խառնեն, բայց Ադրբեջանը չհարձակվեց։ Եվ եւս մեկ միֆ այսպես ուղղակի քանդվեց, ջարդվեց։ Եվ սա ցույց է տալի, որ այսօր Ադրբեջանի զսպող թիվ մեկ երկիրը միգուցե միակը, բայց գլխավորը, հաստատապես գլխավորը դա ԱՄՆ-ն է եւ բնականաբար պետք է ավելի զարգացնենք մեր հարաբերությունները այդ երկրի հետ։ Հիմա արդեն հայտնի է, որ փետրվարին J.D. Vance-ն է ժամանելու Հայաստան, այլ ֆորմատներով, այլ ձևաչափերով աշխատում են։ Հայաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունները շատ ինտենսիվորեն տարբեր ենթահանձնաժողովներ, ենթախմբեր են ստեղծում։ Այս տեմպերը պետք է շարունակվեն, որովհետեւ այսօր Հայաստանի անվտանգության ապահովման համար Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Սիրանագետ Արմեն Վարդանյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, կիսվեք մեկնաբանություններում ձեր կարծիքով օրվա զարգացումներին, հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է